Բարև ձեզ, հարգելի հեռուստադիտողներ։ Մեր պատմության առեղծվածային, գուցե բոլորից շատ չարախոսված, բայց եւ միաժամանակ ժողովրդի կողմից մինչ այժմ սիրված մեր ամենաերիտասարդ թագավորի կերպարը հիմա էլ հետաքրքրության կենտրոնում է եւ ունի արդիական հնչեղություն։ Հայորդիներ հաղորդաշարի այսօրվա հաղորդումը նվիրված է հայոց արքա Պապ Արշակունուն։ Մեր հաղորդման հյուրերն են Երևանի Պետական Համալսարանի Սփյուռքագիտության ամբիոնի վարիչ պատմական գիտությունների դոկտոր Արման Եղիազարյանը եւ Խաչատուր Աբովյանի անվան Հայկական Պետական Մանկավարժական Համալսարանի դասախոս պատմական գիտությունների տեխնացու Ավետիս Հարությունյանը։ Բարի գալուստ հարգելի բարեկամներ, շնորհակալություն հրավեր ընդունելու համար։ Պապ թագավորի մասին կարծես թե շատ է գրված, կարծես թե բոլորին ամեն ինչ հայտնի է, սակայն միաժամանակ նրա գործունեության այդ ողբերգական հերոսական կերպարում դեռևս կան շատ բաց կամ մութ կետեր։ Պարոն Եղիազարյան, կարծեմ 17 տարեկան հասակում նա հաջորդեց իր հորը Արշակ II թագավորին, այսինքն դեռևս պատանի երիտասարդ, գիտեք մայրը Փարանձեմ Թագուհիներ Արտագերսի այդ պաշտպանության ղեկավարը եւ մյուս կողմից նաեւ այդ պապը երիտասարդ պատանի լինելով գահ բարձրացավ կամ թագավոր դարձավ այն ժամանակ մեր երկրի համար շատ ծանր իրավիճակում երկիրը ավերված էր կամ օտար բռնակալության ներքո էր գտնվում Հռոմի եւ Պարսից եւ թագավորը չկար, թագուհին չկար, սպարապետը զորքերի գլխավոր հրամանատարը չկար եւ այդպիսի պայմաններում պապը դարձավ թագավոր։ Այո, Պապ թագավորը գահին հայոց գահին բարձրացավ չափազանց երիտասարդ տարիքում, տարիքային այդ 17 տարեկան այդ սահմանվել է ելնելով նրանից, որ Փարանձեմի հետ ամուսնանալը Արշակը պետք է ամուսնացած լիներ անմիջապես թագավորելուց հետո, այսինքն 350-51 գուցե 52 թվականին, դրանից հաշվարկել են մինչև գահակալության թվականը, ստացվել է 17, ըստ էության բավական այսպես ճշգրիտ հաշվարկ։ Այո, իրավիճակը չափազանց դժվարին էր։ Մոտ 368 թվականին Արշակ II թխաբեությամբ գերեվարվել էր, այդ պահին գտնվում էր բանտում։ Մայրը զբաղված էր հայոց պետությունը պահպանելու այդ գեր նպատակով, Արտակերս ամրոցում հերոսական պաշտպանություն էր մղում եւ լուրեր էր ուղարկում կայսրություն խնդրելով իր որդուն արագ վերադարձնել։ Իդեպ պետք է հիշել, որ պապը նաեւ պատանդ էր այնտեղ։ Ասում է, որ երիտասարդ տարիքում հանձնվել էր բյուզանդական արքունիքը որպես պատանդ, ռոմեական ներողություն խնդրում արքունիքում որպես պատանդ եւ հետաքրիր է այստեղ մի բան, պապը պատկանում են թագավորների շարքին, որոնք այս կամ այն պատճառով իրենց երիտասարդությունը անցկացնելով մեծ պետությունների տարածքում հետագայում դարձել են հզոր թագավորներ։ Երբեմն մեր պատմաբանները ասում են, որ նրանց վրա ազդել է այդ մեծապետական գաղափարական ընկալումը, երբ որ նրանք գալով այլևս չեն կարողացել լինել այսպես լոկալ փոքր թագավորության թագավոր, այլ փորձեն ավելի մեծանալ, ուժեղանալ։ Այդպիսի թագավոր էր Տիգրան Մեծը, գիտեք, պարթևական գերության մեջ, այդպիսի թագավոր էր խալիֆայության գերության մեջ եղած ապագայի Աշոտ Երկաթը։ Գուցե մյուսները եւ ազդել է, բայց պապի պարագայում գլխավոր ազդողը եղել է հայրը եւ մայրը, Արշակը եւ Փարանձեմը։ Բայց բոլոր դեպքերում նրա այսպես շարժման, հա, լայնությունը չափազանց մեծ էր։ Ինքը գալով ուրեմն Հայաստան, հետագայում Աշոտ Երկաթն էլ նույն բանին կառնչվի, խնդիրն հետեւյալն էր։ Մայրը գտնվում է պաշարված ամրոցում, հայրը բանտում եւ իր համար երկընտրանք է սկսել պայքարը թե չսկսել։ Մարդկային հարթության վրա սա չափազանց բարդ ընտրություն է։ Պարոն Եղիազարյան, 17 տարեկան։ Այո։ Դեռ 17 տարեկանում կյանք նոր պիտի սկսել մտնել, նա թագավոր է դարձել։ Պապը մտավ Հայաստան, դեռ որևէ գործունեություն ըստ էության չհասցնելով ծավալել, արևմուտքից որոշ գավառներ արդեն ձեռքը վերցեց, մորը տանջամահարեցին։ Ձիրավի ճակատամարտի շրջանում հայրը ինքնասպան եղավ Անհուշ Բերդում, այսինքն ըստ էության հանուն հայրենիքի պայքարի մեջ մտնելով ինքը կարելի ասել Փավստոսյան են հայտնի խոսքով զոհաբերեց թե հորը եւ թե մորը հանուն հայրենիքի։ Այսպիսի գերհերոսական ենթահողի վրա գալով թագավորական թագի պարզ է որ նա պետք է ձեռք առնել բոլոր հնարավոր միջոցները հայկական պետության հզորացման համար։ Շնորհակալություն, պարոն Հարությունյան, փաստորեն, ինչպես պարոն Եղիազարյանը նշեց, այդ նման իրավիճակում եւ երկիրը լինել չլինելու այդ օրասական վիճակ այդ հանդիման էր գտնվում, հարկավոր էր մեր երկրին իսկապես կամային եւ ուժեղ հատկանիշներով օժտված առաջնորդ եւ փառք Աստծո բարեբախտաբար նման առաջնորդ եղավ մեզ համար պատանի երիտասարդ պապը 17 տարեկան եւ կարող ենք շեշտել որ եղավ նաեւ իր հոր Արշակ II մեծի
արժանի ժառանգը։ Եվ իհարկե հաղորդման ընթացքում նրա բոլոր այդ գործունեության տարբեր այդ ճյուղերը ոլորտները կանդրադառնանք այդ ամենին, սակայն մինչև այդ արտաքին կոնկրետ քաղաքականության ոլորտում Պապը ձգտեց հնարավորինս լինել ինքնուրույն։ Այն ժամանակվա երկու մեծ տերություններից Արևմուտք Արևելք, Հռոմից եւ Պարսկաստանից։ Ինչքանով դա նրան հաջողվեց։ Ուրեմն Կրկին հաշվի առնելով, որ նա երիտասարդ էր, անփորձ էր, Այո։ պետական կառավարման այդ որևիցե փորձ չուներ փաստորեն։ Ուրեմն Պապ Թագավորին, ինչպես Խորենացին ասում է, այդ առույգ պատանուն վիճակված էր մեծ առաքելություն։ Մեծ առաքելություն այն առումով, որ Պապի օրոք հայոց պետականությունը գտնվում էր կործանման եզրին։ Որպեսզի մենք պատկերացնենք, թե ինչ վիճակ էր 368-69 թվականներին Հայաստանում կատարյալ քաոս էր տիրում։ Պաշարված էր արտագերսը, անձամբ Հայաստան էր եկել Շապուհը, Վահան Մամիկոնյանի, Մերուժան Արծրունու հետ միասին։ Հայաստանի բոլոր նշանավոր քաղաքները նրան գրավել էին, քարուքանդ էին արել, Վանը, Նախիջևանը, Արտաշատը, Վաղարշապատը, Բագարանը, Երևանդաշատը եւ այլն։ Ուրեմն Զարեհավանի հրապարակում Շապուհը փղերի ոտքերի տակ սպանել էր տալիս տղամարդկանց եւ կանանց, ջայլ աղջիկներին պղծում էր, նախարարներից շատերը թողել հեռացել էին Հայաստանից, կատարյալ քաոսային իրավիճակ էր։ Եւ ահա այս իրավիճակում հայտնվում է այդ առույգ պատանին, Պապ Թագավորը, կարծես թե երկնքից իջած մեսիա լիներ եւ կարողանում է իր շուրջը համախմբել սպարապետ ուրեմն Մուշեղ Մամիկոնյանին եւ մյուս նախարարներին եւ կարողանում է հետ բերել հայոց պետականությունը կործանումից ու ստեղծել մի պետություն, որը զերծ կարող էր լինել Հռոմի եւ Պարսկաստանի ազդեցությունից։ Հիշեցի պարոն Հարությունյան, Նժդեյան այդ վճռական մենակի բարոյականով օժտված, կարծես թե հենց Պապին բնորոշ բնութագիր է։ Որպեսզի ավելի կոնկրետ լինի իմ ասածը, ես մի քանի այսպես դիտարկումներ ներկայացնեմ, ուրեմն առաջինը Պապը կարողացավ փրկել հայոց պետականությունը կործանումից, սա մեկ, ամենակարևոր փաստարկն է։ 3 ճակատամարտերում 370 թվականի Ատրպատականի ճակատամարտում, 371-ի Ձիրավի ճակատամարտում եւ հավանաբար 71-ի Ձիրավին առանձին այդ ճակատամարտերին առանձին կանդրադառնանք եւ ուրեմն Գանձակի ճակատամարտերում նա կարողացավ հաղթականորեն ավարտել իր հաղթանակներից հղպացած այն ժամանակվա խոշորագույն գահակալներից մեկին Շապուհ II-ի նկատմամբ հաղթանակներ տոնելով ավարտել հայ ժողովրդի 7-ամյա պայքարը, որ սկսել էր 364։ Այդ ժամանակ արդեն նոր 20-ը լրացել էր, չէ՞ նրա։ Տարիքը ճիշտ ասած պարզ չի։ Լավագույն դեպքում։ Լավագույն դեպքում 20 տարեկան է։ Լավագույն դեպքում։ Սա առաջին, երկրորդը Պապին հաջողվեց վերականգնել հայոց թագավորության տարածքային ամբողջականությունը։ Մեր պատմիչները նույնիսկ նշում են, որ մի թիզ հող անգամ նա չթողեց շնամու ձեռքը։ Այսինքն բոլոր ուղղություններով նա կարողացավ Մուշեղ Մամիկոնյանի հետ միասին վերականգնել հայոց պետականությունը։ Երրորդ կարևոր դիտարկումը, որ նա Հայաստանից դուրս հանեց պարսկական եւ հռոմեական կայազորները, մենք չմոռանանք, որ հենց Հռոմի օգնությամբ էր նա եկել իշխանության գլուխ, Հռոմը ճիշտ է մի փոքր զգուշավոր քաղաքականություն էր վարում, 300 Հռոմի օգնությամբ էր եկել, բայց ամենևին Հռոմի ձեռքին խաղալիք չդարձավ։ 363-ին Տուրայի հաշտության պայմանագիրը ամոթալի դաշինքը որ կնքվել էր, դրանից հետո Վաղեսը զգուշանում էր Պապին ճանաչել որպես հայոց թագավոր, 370-ի նոր ճանաչեց, բայց այդուհանդերձ Պապը օգտագործելով հռոմեական կայազորները, Տերենտիանոսի զորքերը օգտագործելով իր դիրքերն ամրապնդելու համար, նա միաժամանակ կարողացավ հասնել այն բանին, որ հռոմեական կայազորներին ստիպի, որ դուրս գան Հայաստանի տարածքից, միևնույն ժամանակ բարիդրացիական հարաբերություններ պահպանելով, այսինքն հավասարակշռության բալանսը պահպանելով Պարսկաստանի հետ։ Շնորհակալություն, Պաստոր, այդ հենց նաև ճկուն դիվանագետ է շրջայաց։ Պարոն Եղիազարյան, Պապին թե այն ժամանակ, թե նաև գուցե հիմա ուղղված մեղադրանքներից կամ գլխավոր մեղադրանքներից մեկը կապված է եկեղեցու հանդեպ կամ նկատմամբ ունեցած նրա դիրքորոշմամբ, քաղաքականությամբ, մինչդեռ պետք է ընդունենք եւ դա փաստ է, որ հենց Պապ Թագավորին ենք պարտական հայ առաքելական եկեղեցու անկախացման եւ ազգայնացման հիմքը դնելու համար։ Դե իհարկե կարծեմ նրա
դուք ասեք նախորդը հայր Արշակն էր դա Նախագահել արվել էր, այո։ Այսինքն եւ եկեղեցու նկատմամբ կարծես թե առաջին հասկի ցակասական է եւ կուսանոցներն էր փակում, երկիր ավերված էր, տղամարդկանց քանակը քիչ էր, որպեսզի ամուսնանան զինվոր տային, մյուս կողմից էլ հայոց կաթողիկոսին ասած որ հայոց կաթողիկոսը պետք է օդվի հայոց հողում։ Հայոց հողում։ Տեսեք ինչպես է այստեղ խնդիրը։ Մենք երբեմն փորձում ենք հակադրել բաներ, որոնք հակադրելի չեն։ Հաճախ թե Արշակ II եւ թե Պապի գործունեությունը հակադրում են եկեղեցուն։ Իհարկե բոլորովին այդպեսի բան չկա։ Կա պետական քաղաքականություն, որը երբեմն սահմանափակում է միտումնավոր, այո, ինչ որ կառույցների հնարավորությունները հանուն պետության ընդհանուր օրգանիզմի հզորացման։ Այսինքն ըստ էության այստեղ քաղաքականությունը ոչ թե եկեղեցու դեմ է, այլ ինչ որտեղ նաև հանուն եկեղեցու։ Ժամանակին երբ որ նույն Ներսեսը մեր կաթողիկոս, որ մեր պատմության մեծագույն կաթողիկոսներից մեկն է եղել, որի մահվան մեջ էլ Պապին մեղադրում են, անիմն կերպով։ Անիմն կերպով։ Հիմա տեսեք ինչպես է։ Ներսեսը դեռ երիտասարդ զինվորական նրանով դարձեց կաթողիկոս։ Քննադատված եւ երբեմն չսիրված Արշակ II-ը։ Ով էր Պապ Թագավորի գլխավոր խորհրդատուն թագավորության առաջին տարիներին։ Այդ կլինի Ձիրավի դաշտում, թե դրանից առաջ ով էր դարձյալ Ներսեսը։ Այսինքն այստեղ այդ խնդիրը բոլորովին պետքա չդնել հակադրել նրա քաղաքականությունը եկեղեցուն։ Այլ բան է, որ Հայաստանում քրիստոնեության հաստատման սկզբնական տարիներին եկեղեցու տիրույթները Հայաստանում չափազանց մեծացել էին։ Եվ դա որպես կանոն ծնել էր մի երևույթ, որի դեմ սկսեց պայքարել Պապը։ Խոսքը եկեղեցական մանր հողատիրության մասին է։ Ուրեմն հատկապես գյուղերում Փաստորեն հենց դրա վրա էլ շեշտում էր, ասում են հողը վերցնում էր, ոչ էլ վերցնում մայր եկեղեցուց, վերցնում էր գյուղական եկեղեցական տարածքներից։ Ըստ որում ինչպես էր այնտեղ։ Եթե մեկը ասենք երեց էր այնտեղ, կամ քահանա, նրա ազգականներն էլ բանակ չէին գնում։ Շուտ հողային կալված կար, որի վրա ուրեմն որը տիրապետելով ապրում են եւ բանակ չէին գնում։ Պապը այդ հողերը վերցրեց։ Տեղական թողեց երկու քահանա ամեն գյուղում։ Մնացածներին նրանց ազգականներ, չգիտեմ, այլ ծառայակիցներ բոլորին ուղարկեց բանակ։ Սա բոլորովին այլ խնդիր է, այսինքն այստեղ հակաեկեղեցական ոչինչ չկա։ Երկրի պատերազմի մեջ էր հարկավոր էր բանակ ստեղծել։ Մյուս կարևոր պետք է զորակոչ լիներ։ Հայոց եկեղեցին Կեսարիայից, որտեղ օծվում էին կաթողիկոսները, այսպես ճակերտերով ասեմ, անկախանալու կարիք ուներ։ Եվ մեր պատմության մեջ այդ լավագույն հայր եւ որդիները Արշակը եւ Պապը գնացին հայոց եկեղեցին բացարձականապես անկախացնելու ճանապարհով։ Առաջինը Արշակն էր, որը ճիշտ է փոքրաթիվ եպիսկոպոսների մասնակցությամբ, բայց հայոց կաթողիկոս Հայաստանում առանց Կեսարիայի հայրապետի օրհնության օծեց Չունակին։ Հիմա կգա Պապը եւ նույն կերպ կկոծի հայոց կաթողիկոս Հուսիկին։ Այսինքն մենք կտեսնենք, որ այստեղ կա հայոց եկեղեցին անկախացնելու խնդիր։ Եվ նրանք գնում են դա, եւ եկեղեցին բոլորովին դեմ չի գնալու։ Այո, եւ եկեղեցին դրան բոլորովին դեմ չի։ Այն պատմիչները, ովքեր հատկապես Բուզանդը, ով քննադատում է Պապին, արիպես որ դրա համար չի քննադատում։ Թե եկեղեցին կողմ է դրան, Պապը, Արշակը, եւ շատ բաներով գուցե եկեղեցու ինչ որ գործերին վնասել են, ես չգիտեմ, վստահել չեմ, բայց բոլոր դեպքերում շատ բան արել են հանուն հայոց պետության եւ նաեւ հանուն հայոց եկեղեցու։ Մյուս խնդիրները ածանցյալ են։ Գուցե եղել են ինչ-որ դեպքեր, որի հետևանքով նրանք քննադատել են։ Բայց այդ ամեն ինչը իջիկ է դառնում նրա այս դեպքում Պապի կատարած հսկայական գործի դիմաց։ Իհարկե, օտար հողում, հայոց հողում կաթողիկոսի արդեն օծումը կամ եկեղեցու այդ անկախացումը, ազգայնացումը, հայացումը միանշանակ բխում էր մեր երկրի այն ժամանակվա մեծ հայքի շահերից։ Այո։ Պետականության ամրապնդման շահերից։ Բացարձակապես այդ շահերից էր եւ Պապը դեպի դա էլ գնում էր։ Այլապես եթե նա հակաեկեղեցական գործունեություն ծավալելիս լիներ, հայոց կաթողիկոսական գահին Արշակը Ներսեսին չէր բերի, ինքն էլ Հուսիկին երկու նվիրված եկեղեցուն եւ ազգին նվիրած մարդկանց չէին բերի, այլ կբերեին ինչ-որ ենթակա մարդկանց, ովքեր եկեղեցու ոչինչ չէին արել, բայց նրանք բերում են ուժեղ հայրապետեր, կնշանակի դրա կարիքը կար եւ եկեղեցին էլ դրան կողմ էր եւ երկրորդը ըստ էության չեն խաթարում են ինչ որ եկեղեցին լավ բան անում էր երկրում ճիշտ է ասում են թե Պապը որոշակի ազատություններ էր տվել այնտեղ կանանցից բաժանվելու ազատություն բան բայց դա գալիս էր դրա Արշակից եւ չեմ կարծում թե սա այսպես բացարձակ երևույթ էր պարզապես մարդկանց ճիշտ է 4 դար է ճիշտ է ֆեոդալիզմի վաղ փուլ է եւ այլն ամեն ինչը կա բայց մարդկանց ազատություններով այսպես ասենք օժտելու առաջին քայլերից մեկն է ընդհանրապես հայոց համաշխարհային պատմության մեջ եթե
ուզում եք բաժանվեք, այս թույլտվությունը տալիս են։ Եկեղեցին սրան կատեգորիկ դեմ։ Բայց պարտադիր բանակում եկեք ձեր զինվորական ծառայությունը կատարեք եւ հարկերը բանակում պետք է ծառայեին բոլորը եւ հանուն պետության համապատասխան ձեր հարկերը մուծեք։ Եվ այդ բանակի հզորացման միջոցով մարդը կարողացավ այո բոլոր հայկական տարածքները միացնել եւ հերիք չի Պապը հանդես եկավ որպես հայոց առաջին պահանջատեր։ Ըստ էության Հռոմից պահանջելով փոքր հայքը եւ հյուսային միջագետքը։ Միջագետ կայոցը։ Այո, այնտեղից Եդեսյաններ 20-21 տարեկան երիտասարդ է։ Այնտեղից Եդեսյաններ պահանջում փոքր հայքից 10 քաղաք, այսինքն ըստ էության նա գալով գայի, դեպի հայկական լեռնաշխարհի ամբողջականությունը վերականգնելու ցանկություն ուներ։ Այնպես որ այստեղ գործում ենք ավելի մեծ բաների հետ, քան այդ մեղադրանքներն են նրա հասցեին։ Ավելի մեծ է եղել, քան իրականում ճանաչում ենք։ Շնորհակալություն։ Պարոն Հարությունյան, բանակից խոս գնաց, կարծեմ Պապի ժամանակ շնորհիվ նա այդ բարենորոգումների, այդ որդեգրած գծի, բանակը հասավ մինչև 100,000-ի, որը այն ժամանակների համար բավականին մոտ 100,000 բավականին մեծ թիվ էր։ Այդ բանակի մասին եւ արդեն ճակատամարտից խոսեցիք, խնդրում եմ դրան զուգահեռ նաև ներկայացնեք Ձիրավի հռչակավոր ճակատամարտը։ Ուրեմն քիչ առաջ նշեցինք, որ Պապ Թագավորի կողմից պետականության վերականգնման գործում կային մի շարք կարևոր նախապայմաններ, գործոններ։ Այդ գործոններից մեկը բանակի վերականգնումն եւ հզորացումն էր։ Պապ Թագավորը երբ որ Հռոմից եկավ Հայաստան, նա ուներ մոտավորապես 10,000-ի հասնող զորաբանակ։ Ատրպատականի ճակատամարտի ժամանակ հայկական բանակի թիվը հասավ 40,000-ի։ Իսկ Ձիրավի ճակատամարտում արդեն հայկական բանակի թիվը հասնում էր 90,000-ի, մոտ 100,000-ի։ Մենք բոլորս էլ գիտենք բանակի կարևոր դերը պետականության պահպանման, արտաքին վտանգի դեմ պայքարելու գործում, այնպես որ Պապը լինելով պետական քաղաքական խոշոր գործիչ, անհողդողդ, այսպես ասենք, դիվանագետ, նա հասկանում էր ինչ մեծ դերակատարություն կարող էր ունենալ բանակը մեր պետականության պահպանման գործում։ Առանց բանակի ձեր նշած նույն այդ մեծ հայքի միավորում, ամբողջացումը եւ այդ պահանջատիրությունը իրականություն չէր կարող դառնալ։ Եվ հետաքրքիր է, որ այս բանակի ստեղծումն էլ կապնվում է մեր պատմության փառահեղ սպարապետներից մեկի, ճիշտ է, անխոցելի հուշկու ուժի տեր Մուշեղ Մամիկոնյանի անվան հետ, կարծես թե նրանք երկուսով, մեկը ռազմական գծով, մյուսը քաղաքական ոլորտում համախմբվել էին, որպեսզի կարողանան արտաքին այդ մարտահրավերների Մեր համար բարեբախտություն էր, որ Պապը եւ Մուշեղը։ Ձիրավի ճակատամարտը քիչ առաջ նշեցինք 371 թվականին մեր զինական արվեստի ամենափայլուն դրսևորումներից մեկն է մեր հայոց պատմության մեջ։ Ճակատամարտ, որը քիչ առաջ ես ասեցի, ուրեմն վերջ դրեց հայ ժողովրդի 7-ամյա ազատագրական պայքարին, որը սկսել էր հայ-պարսկական պատերազմի 364 թվականից սկսած։ Ճակատամարտը տեղի ունեցել Նպատ լեռան մոտ, Արածանի գետի մոտակայքում, Ձիրավի դաշտում։ Պատմիչները նշում են, որ հայկական բանակի կազմում եղել է հռոմեական մի զորաջոկատ, Գորգոնաս զորավարի գլխավորությամբ, իսկ պարսկական բանակում կռվել են աղվանները Ուրնայր գահակալի գլխավորությամբ։ Ճակատամարտում ի հայտ է գալիս հայ զինական ուրեմն ուժի հետաքրքիր որոշ մարտավարական նորարարություններ, օրինակ ճակատամարտի սկզբնամասում հայկական զորքերը այնպես են կանգնում, որ հռոմեական զորամասերին այնպես են կանգնեցնում իրենց առջևում, որպեսզի նրանց սպիտակ վահանները անդրադարձնեն արևի ցոլքը դեպի պարսկական բանակ, այսինքն խոճապային ինչ-որ տրամադրություն ստեղծելու նպատակով։ Նոր տեխնոլոգիա են օգտագործել էլի։ Հա, արծաթափայլ վահաններով արևի ցոլքը անդրադարձրել են հակառակորդի կողմը։ Նշեմ, որ ճակատամարտի նախօրյակին Պապը չէր վստահում Մուշեղին այս ճակատամարտում, մտածում էին, որտեղ նախորդ ճակատամարտի ժամանակ Ատրպատականում Մուշեղը հետ էր վերադարձրել կանանոցը եւ շատ նախարարների մոտ դա դժգոհություններ առաջ բերել, բայց Մուշեղը կարողանում է հասնել այն բանին, որ Պապը նրան վստահի այս ճակատամարտը եւ խորհուրդ է տալիս, որպեսզի Պապը եւ կաթողիկոսը միասին բարձրանան Նպատ լեռ այնտեղից դիտելու Ձիրավի ճակատամարտը։ Ճակատամարտը գիտենք, որ ավարտվում է հայկական բանակի փայլուն հաղթանակով։ Այս ճակատամարտում իհարկե մեծ դերակատարություն է ունենում Մուշեղ Մամիկոնյանը,
նա լինելով չափից դուրս հզոր ուժեղ սպարապետ, միաժամանակ շատ առաքինի սպարապետ էր, նրա առաքինության շնորհիվ փրկվել է Շապուհի կանանոցը նախորդ ճակատամարտի ժամանակ, իսկ այս ճակատամարտի ժամանակ ուրեմն նա փրկում է Ուրնայրի կյանքը։ Կարող էր կռվի ժամանակ, այսինքն հայ զորավարը ասպետություն է ցուցաբերում։ Չափից դուրս նա կարող էր փրկել Ուրնայրին, որտեղ պատերազմ է, ոչ ոք նրան չէր մեղադրի, բայց հետաքրքիր մի արտահայտություն անում, որ ես սպարապետ եմ, դու թագավոր ես։ Ես մի աստիճանով ավելի ցածր եմ քեզանից, հետեւաբար սպարապետը չի կարող սպանել, իրավունք չունի սպանել գահակալին։ Շնորհակալություն պարոն Հարությունյան եւ պարոն Եղազյան, հաղորդումը ավարտելով ձեր կարծիքը 5-րդ դարի մեր պատմիչները մեղմ ասած այնքան էլ բայրացական վերաբերմունք չեն ցուցաբերել Պապի նկատմամբ, մինչդեռ հռոմեացի այդ պատմիչները բավականին բարձր են գնահատել եւ հաղորդման ընթացքում է ձեր շնորհիվ ներկայացվեց Պապի այդ հերոսական հայրենանվեր պահանջատեր կերպարը մի քանի տարի շատ կարճ է թագավորենա, սակայն այդ կարճ ժամանակահատվածում անգամ պատմության մեջ շատ խորը հետք է թողել եւ կարող ենք ասել, որ մեր պատմության ամենից լավագույն թագավորներից է Պապը։ Գիտեք, այստեղ շատ հետաքրքիր է հիշել մի բան։ Փավտոս Բուզանդը, որը Արշակի եւ Պապի հիմնական քննադատն էր, պատմության եւ խղճի եւ ժամանակի դեմ չի մեղանչել։ Ճշմարտություններ է պատմում, որից ակնհայտ է դառնում, որ բոլորին այլ հարթության վրա ժողովրդական ընկալումներում թե Արշակը եւ թե հատկապես Պապը եղել են շատ սիրված եւ նվիրական թագավորներ։ Պատահական չի, որ այդ անունները մեր մեջ այսօր էլ այդպես ընկալվում են։ Մարդը, հայ մարդը, եթե նույնիսկ նրանց մասին ոչինչ չի կարդացել, դրականորեն է տրամադրված։ Պատմավեպերը հենց նրանց մասին են, Ստեփան Զորյանի, մեր մյուս ասում եմ, եթե ոչինչ չի կարդացել նույնիսկ, հիշողությունը խորը բան է։ Օրինակ Արշակի հետ, չնայած այդ ամբողջ ուրեմն Արշակի քննադատության, Արշակի հետ կապնված է մեր պատմության մեծագույն ավանդազրույցը, հայոց հողի եւ ջրի ավանդազրույցը։ Գիտեք, ավանդազրույցները այն էլ այդպիսի չէին կապվելու MC մարդկանց անունների հետ, որոնք ժամանակին սիրված չեն եղել, թույլ են եղել, չգիտեմ, հայրենիքին օգուտներ չեն տվել եւ այլն։ Ըստ էության դա պետք է կապվեր մի թագավորի հետ, որը հայրենիքին մեծագույն օգուտներ է տվել։ Հիմա երկրորդ խնդիրը Պապի վերաբերյալ։ Փավտոսը այստեղ էլ բան է։ Ճակատամարտերից մեկում հայ զինվորները պարսիկներին սպանելիս ասում էին Վասն Քաջն Արշակա, Պապի թագավորության շրջանն է, Արշակը բանտում է դեռ։ Վասն Քաջն Արշակա, այսինքն հանուն Քաջ Արշակի, զոհ եղիր մեր Արշակ թագավորին ու այլն։ Ասում է լուրը, որ տարան պարսիկ թագավորին, ասում է ասեց Երանի այն զորք, չէ, Երանի այն թագավորին, ում ենթակա է հայոց զորքը, այսպիսի տիրասեր զորք ես երբևիցե չեմ տեսել։ Պապի շրջանն է, Պապի զորքն է եւ այդ տիրասիրություն, որին նույնիսկ նախանձում է Պարսից թագավորը։ Իսկ այսպիսի ավանդազրույցները գալիս են հուշելու եւ համոզելու մեզ, որ իրականում գործ ունենք մեծագույն գահակալների հետ, ինչպես դուք նշեցիք, մեր պատմության լավագույն գահակալների հետ։ Պապը եղել է եւ կմնա մեր ժողովրդի հիշողության մեջ երիտասարդ եւ հզոր թագավոր եւ դա ասված, որ հետագայում մեր թե գիտական եւ թե հարամատչելի գրականության մեջ Պապի անունը ավելի շատ շրջանառվի, ավելի շատ հղումներ անենք այդ մեծագույն այո եւ երիտասարդ տիրակալին, որը իշխելով մի քանի տարի 4, 5, գուցե 6 այդքան տարի կարողացավ այնպիսի խորը հետք թողել մեր պատմության եւ ժողովրդի հիշողության մեջ, որ մինչեւ այսօր նրան հիշում են, նրան մեծարում են եւ մեր հաղորդումն էլ դրա նշանն է։ Շնորհակալություն հարգելի բարեկամներ, թույլ տվեք կրկին շնորհակալություն հայտնել հաղորդմանը մասնակցելու ձեր պատրաստակամության համար։ Այսօր ներկայացրեցինք մեր հայրենակիցներին ամենից երիտասարդ եւ ամենից հերոսական ողբերգական մեր թագավորին, Պապ թագավորին, ով մինչ այժմ եւ այսուհետ սիրված կերպար է լինելու Արշակ երկրորդ մեծի որդին եւ Փառանձեմ թագուհու որդուն։ Հարգելի հեռուստադիտողներ, հայորդիներ հաղորդաշարի այսօրվա հաղորդումը նվիրված էր հայոց արքա Պապ Արշակունուն։ Առայժմ այսքանը ճանաչենք հայորդիներին։